Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Մեդիա լիգա, ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած այս նախագիծը արդյոք չի կարող գործել Հայաստանում։ Արդեն 3 տարի ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտել Մեդիա լիգա հասկացությունը մրցաշար սիրողական եւ մեդիայի ներկայացուցիչ թիմերի համար։ Բոլոր ֆուտբոլային երկրները աշխատում են ունենալ այդպիսի առաջնություն, որը բավականին շատ նպաստում է ֆուտբոլի մասսայականացման առաջին հերթին, որովհետև մեդիայի ներկայացուցիչները երբ համախմբվում են անկախ նախասիրություններից խաղում են ֆուտբոլ, տարածում են ֆուտբոլը իր բոլոր իհարկե տարատեսակ նորամուծություններով, սա միայն օգնում է ֆուտբոլի զարգացմանը տվյալ երկրում։ Ռուսաստանը իհարկե շատ մեծ ուշադրություն է դարձնում մեդիա լիգային, Իսպանիան ունի իր մեդիա լիգան, այնպես չէ, որ մեդիա լիգա պահում են այն երկրները, որոնք ունեն ֆուտբոլը շատ զարգացնելու խնդիր։ Այնպես որ կարծում եմ եկել է ժամանակը, որ Հայաստանը եւս ունենա իր մեդիա լիգան եւ դա շատ կօգնի մեր ֆուտբոլին, առավել եւս որ մենք դրա կարիքը ունենք այսօրերին։ Ողջույն։ Ողջույն Էդվարդ։ Մասսայականացման տեսանկյունից մեդիա լիգա ունենալը, այո, շատ լավ գաղափար է, բայց կարծում եմ Հայաստանում դա գրեթե անհնար է։ Հայաստանում կան սիրողական մրցաշարեր, որոնք իրենց հստակ դերն ունեն արդեն մերօրյա ֆուտբոլում, բայց մեդիա լիգայի գաղափարը լրիվ այլ է։ Մեդիա լիգային պետք է մասնակցեն մեդիայի ներկայացուցիչներ, միգուցե նախկին ֆուտբոլիստներ կամ նույնիսկ ներկա ֆուտբոլիստներ եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ինչու ոչ։ Բայց Հայաստանում վստահ եմ, որ այս ոլորտների ներկայացուցիչներով նույնիսկ մի քանի թիմ հավաքել հնարավոր չէ, իսկ եթե մեդիա լիգային պետք է մասնակցեն տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, դա արդեն չի դառնա մեդիա լիգա, կկրի նորից ուղղակի սիրողական առաջնություն եւ ամբողջովին կկորստի իր դերը։ Հենց այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ մեդիա լիգա ունենալ Հայաստանում հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որովհետեւ կազմակերպել հնարավոր չէ, թե հնարավոր չէ, որովհետեւ չեն հավաքվի բավականաչափ մասնակիցներ։ Չեն հավաքվի բավականաչափ մասնակիցներ, հետո ստիպված արդեն տարբեր ոլորտի ներկայացուցիչներ կբերեն։ Հետո ֆինանսական տեսանկյունից մենք տեսնում ենք հայկական ակումբներ են նույնիսկ փակվում, իսկ մեդիա լիգայի համար վստահաբար բավականին մեծ գումար է անհրաժեշտ եւ չեն կարող շոու բիզնեսի ներկայացուցչին ասել գումար տուր, արի խաղա։ Իրենք պետք է ներդրում անեն, միգուցե մեդիայի ներկայացուցիչները որոշակի գումար վճարեն, նորմալ դա դիտվի, բայց իրականում այդպես էլ չպետք է լինի։ Ֆինանսական երևի թե տեսանկյունը գլխավոր գործոններից մեկն է, ըստ որին հնարավոր չի անել եւ իհարկե համաձայն եմ ֆինանսական բաղկացուցիչը այստեղ գլխավորն է, բայց ինչտե տարբերությունը, եթե ակումբի սեփականատերը ներդրում չի կատարում կամ որոշակի պայից չի ցանկանում շարունակել, որովհետեւ աշխատավարձ չի կարողանում տալ։ Այո, որովհետեւ չի կարողանում նա եկամուտ ստանալ իր ներդրումից հետո, այսինքն որպես բիզնես այդ ակումբը օգտագործել չի կարողանում շատ տարբեր պայմաններով, մենք դրա մասին խոսել ենք։ Մեդիա լիգան տարբերվում է նրանով, որ իր մասսայականությամբ եւ իր հետաքրքրությամբ կարող է հովանավորների գայթակղել եւ հովանավորները ներդրում կատարելով դրանից կարող են շահ ստանալ։ Այսինքն սա մաքուր ամբողջությամբ բիզնես նախագիծ է, որ եթե ինչ-որ մեկը հիմնադրի, կարողանա ներգրավել հովանավորների, այդ հովանավորները իրենց ընկերությունները գովազդելու շատ լավ հարթակ են ստանում եւ իրենք եկամուտ ըստ էության կարող են ակնկալել։ Շատ լավ է հնչում հովանավորներ ներգրավել, բայց նույնիսկ Հայաստանի ուժեղ ակումբներ, որոշ ակումբներ չեն կարող իրենց թույլ տալ լավ հովանավորներ ակումբների խնդիրն է ստացվում, որ չեն կարողանում։ Չեն կարողանում, որովհետև հովանավորները չեն ուզում, իրենք գտնում են, որ իրենց ապրանքը գովազդելու շատ ավելի հարմար եղանակներ կան, իսկ մեդիա լիգան վստահաբար հայկական մեդիա լիգան վստահաբար ասում եմ հնարավոր չէ այնպիսի մասսայականություն
ապահովի, որ հովանավորներն ասեն, հա չէ, մեդիա լիգայի միջոցով մենք կարող ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը մեկ բան է, իսկ մեդիա լիգան իր շոուի բաղկացուցիչով իսկ ինչ շոու պետք է լինի։ Այնտեղ բազմաթիվ մրցույթներ են անցկացվում, այնտեղ խաղի կանոնները որոշակիորեն փոխվում են իշահ հեռուստադիտողի եւ երկրպագուի, այսինքն անցկացվում են այնպիսի, օրինակ 11 մետրանոցների փոխարեն բուլիտներ են իրականացնում, չգիտեմ, որոշակի այլ կանոններ փոխում են, այլ կերպ են անցկացնում, բնականաբար խաղային ժամանակն է, այլ այնտեղ երբ ժամանակը սպառվում է, թույլ են տալիս խաղալ այնքան մինչև գնդակը դուրս կգա դաշտի սահմաններից կամ գոլ կարձան, այսինքն մինչև որ մրցավարը կկանգնեցնի խաղը։ Ինչ որ բաներ կան, տարեր կան, որոնք երկրպագուներին, ֆուտբոլասերներին ավելի հետաքրքիր են։ Ռուսական մեդիա լիգան, եթե վերցնենք օրինակ, որտեղ են անցկացնում խաղերը։ Ակումբների, ստադիոններում, չէ՞։ Այո։ Իսկ հիմա ըստ քեզ որ ակումբը իր բնական խոտածածկով խաղադաշտը կտա, երբ առաջության ընթացքում նույնիսկ կռիվ է գնում մեկ օր հանգստանալու համար խոտածածկը, հանգստած, չգիտեմ, կռիվ է գնում, ուղղակի որ մեկ օր խաղ մարդ չքայլի այդ խոտի վրա, գիտես, որ չվաճառվող բան չկա աշխարհում։ Այսինքն եթե համապատասխան առաջարկ լինի, եւս մեկտեղ որտեղ գումար է ծախսվելու, շատ մեծ, խաղադաշտ, ստադիոն, շատ մեծ, Էդուարդ, վերստելու համար պետք է վճարը։ Շատ մենք կարող ենք իհարկե գծել այդ նախագիծը եւ կտեսնենք վերջում ինչ կլորիկ գումար է ստացվում, որով կարող ենք ակումբ հիմնել եւ պահել։ Մոտավորապես այդպես է։ Դե հիմա այդտեղ դու պետք է ընտրություն կատարես, որն է ավելի ձեռնտու։ Հիմնադրել ակումբ եւ գոյատևել օրինակ 1 տարի, 2 տարի հետո ասել, որ չեմ կարողանում այլևս ֆինանսավորել, թե պահել մեդիա լիգա, որտեղ գործընկերները տարբեր կողմերից կարող են հոսել, տարբեր դաշտերից գումար կարող է գալ եւ միևնույն ժամանակ մեդիայի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները իրենց դեմքերով, իրենց անուններով նույնպես կկարողանան ներգրավել տարբեր ներդրողների, հովանավորների։ Դա էլ անցնենք, իհարկե հստակություն չկա այստեղ եւս, բայց դա էլ անցնենք մասնակիցների մասին Մասնակիցները հասկանալի որ շոու բիզնեսից եւ մեդիայի ներկայացուցիչներից չես կարող մի քանի թիմ հավաքել, բայց օրինակ 8 թիմով մրցաշար անցկացնելով որ կարծում եմ Հայաստանում հնարավոր է։ Ես նույնիսկ մտածում եմ 2 թիմ հնարավոր չէ հավաքել։ Հնարավոր է, որովհետեւ միայն մեդիայի ներկայացուցիչներով չէ, շատ նախկին ֆուտբոլիստներ կարող են ներգրավել տարբեր թիմեր։ Այո, օրինակ մեկ թիմը կարող են կանոնակարգ սահմանել, մեկ թիմը կարող է 3 նախկին ֆուտբոլիստի հրավիրել խաղալու։ Այդ նախկին ֆուտբոլիստները իրենք եւս անուններ են։ Օրինակ ես վերցնեմ այսպես, հա, հրավիրում են թիմերից մեկը հրավիրում է Միացյալ Նահանգներից Յուրա Մովսիսյանին եւ նա այդ թիմից խաղում է մեդիա լիգայում։ Պատկերացնում ես միայն Յուրա Մովսիսյանը քանի երկրպագու կբերի ստադիոն։ Ես ասեմ Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո հրավեր է ստանում եւ գալիս է մեդիա լիգայում խաղալու։ Ֆանտաստիկայի ժանրից բաներ է։ Ֆանտաստիկայի ժանրից է թե ինչ է, մի քիչ Մխիթարյանի պարագայում դժվար է պատկերացնել, որովհետեւ նա դեռ գործող ֆուտբոլիստ է եւ անմիջապես ավարտելուց հետո երևի չի համաձայնվում, բայց Յուրա Մովսիսյանը մի քանի տարի չի խաղացել եւ նրա համար կարող է սա հաճույք լինել, նա կարող է ֆուտբոլ խաղալ, միևնույն ժամանակ գումար վաստակել, իհարկե սա գայթակղիչ տարբերակ է նախկին ֆուտբոլիստերի համար եւ կարծում եմ շատ հետաքրքիր բան կստացվի։ Առավել եւս երբ մեդիա լիգան անցկացնում են մրցաշրջաններով, կարող ես մեկ մրցաշրջան անցկացնել, եթե կտեսնես, որ մեծ արձագանք չստացավ, հաջողություն չունեցավ, կարող ես չշարունակել։ Դա հեռուստատեսային նախագծի պես ինչ որ բան է, այսինքն այս եթերաշրջանում հաջողեց, կշարունակի հաջողել։ Լրիվ համաձայն եմ քեզ հետ, հնարավոր է շատ լավ է հրավիրել ֆուտբոլիստերի, շատ ավելի դաժան դարձնել մրցաշարը, ներգրավել հովանավորների, ստադիոններ վարձակալել, շոուներ կազմակերպել, բայց այդ ամենը մենք մի քանի գործոնների հետ կապեցինք եւ ամենայն դեպս ես հասկացա, որ 90%-ով այս պահին գոնե անհնար է 3 գործոնից ներողություն չմոռանանք, որ մեդիա լիգայի հանդիպումները անցկացնելը միայն ֆուտբոլ չէ, այնտեղ ընդմիջումներին խաղից առաջ, խաղից հետո երգիչներ կարող են ելույթ ունենալ եւ շատ մարդիկ կարող են գալ ստադիոն իրենց սիրելի երգին լսելու համար։ Դա էլ է գումար։ Իհարկե, այդ ամբողջ հեռարձակումն էլ է գումար, նկարանել այդ ամբողջ գումարը ես հասկանում եմ։ Ես այնպես չէ որ գլխումս ունեմ պատկերացում, թե որքան գումար է եւ ով է տալու այդ գումարը, բայց որ գաղափարը կարելի է իրականացնել Հայաստանում, ամենայն դեպս փորձել ես վստահ եմ։ Միգուցե մեկ եթերաշրջան այսպես հեռուստատեսային լեզվով ասած հնարավոր է շոուի տեսանկյունից, բայց մեդիա լիգայի գաղափարն այն է, որ շարունակական լինի եւ ֆուտբոլը մասսայական է, ոչ թե
շոուն դառնա առաջնային այլ ֆուտբոլի մասսայականացումը։ Սկսել, հետո տեսնենք կշարունակվի թե ինչ հնարավոր է թե ոչ, մեր փորձագետները լսենք նրանց։ Ոչ միայն կարող է, այլ կարծում եմ շատ պայծառ ապագա կունենա, եթե ստեղծվի եւ նույնիսկ ոչ թե մտավախություն, այլ կանխատեսում ունեմ, որ կարող է պատահի այդ լիգայի խաղերը ավելի շատ երկրպագուներ ունենան, քան թե պաշտոնական ֆուտբոլային մրցաշարերը եւ Ռուսաստանի օրինակը դա հուշում է իմիջայլոց։ Մի առավելություն էլ ունի, կարող են ներգրավել նաեւ կին խաղացողներ, այսինքն խառը թիմեր կարող են խաղալ եւ որոշակի, ասենք, խիստ պահանջներ են սահմանվում, որ պրոֆեսիոնալները չկարողանան ներգրավել, տարիքային նաև որոշակի սահմանափակումներ։ Պետք է ասեմ, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ սիրողական լիգաներ եւ ես կարծում եմ, որ ի վերջո դրանց գոյությունը եւ զարգացումը ի վերջո բերելու է նրան, որ ստեղծվելու է նաև նմանատիպ մի մեդիա լիգա։ Մենք ինքներս մի քանի լրագրողներով այսօր խաղում ենք նմանատիպ մի լիգայում պետք է հասկանանք թե մենք որքան կարող ենք գնալ պրոֆեսիոնալ մակարդակում, որովհետև իմ կարծիքով մենք ունենք ֆուտբոլային մշակույթի խնդիր մեր երկրում ու եթե պրոֆեսիոնալ մակարդակի վրա մենք չենք կարողանում ստանալ այն արդյունքը, որը ցանկանում ենք ստանալ, ապա մեդիա լիգայի մասին կարծում եմ դեռևս շուտ է խոսել։ Զարգացված պետություններում, որտեղ կա ֆուտբոլային մշակույթ, օրինակի համար հենց Ռուսաստանում մեդիա լիգան բավականին տարածված է ու գրեթե մոտ է ճանաչվածությամբ հենց պրոֆեսիոնալ մակարդակին։ Բայց կարծում եմ մեր երկրում դեռևս վաղ է մտածել նման ծրագրերի մասին ու կարծում եմ պետք է ավելի շատ կենտրոնանալ պրոֆեսիոնալ մակարդակի տարածման ու լսարանի մեծացման վրա։ Առասարակ մեդիա լիգան վերջին տարիներին շատ մեծ տարածում է գտել տարբեր երկրներում, մասնապես երկու օրինակ կարող եմ առանձնացնել Ռուսաստանը եւ Իսպանիան։ Ռուսաստանում ավելի դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ են գնացել եւ լրիվ նույն ձևաչափով ինչ պրոֆեսիոնալ թիմերն են, պարզապես կան վլոգերներ, կա հետաքրքիր լուսաբանում, կան ֆինանսական հոսքեր։ Իսպանիայում մի փոքր այլ է, ավելի փոքր դաշտ եւ Ժերար Պիկեի ստեղծած մրցաշարում 7-7-ի դեմ են խաղում, 20 րոպեանոց խաղակեսեր։ Հիմա եթե խոսենք կոնկրետ Հայաստանի մասին, թե որը ավելի պրակտիկ կարող է օգտագործվել, նախ ասեմ, որ դժվար է ֆինանսական հոսքերը կարծում եմ ներգրավել, նույնիսկ Հայաստանի պրեմիեր լիգայում այսօր այդ խնդրին առնչվում են, ակումբներ կան չեն կարողանում ավարտել մրցելույթները կամ բախվում են ֆինանսական խնդիրների։ Ըստ այդմ կարծում եմ, որ կարող է դա լինել այն դեպքում, եթե իրոք ներգրավեն հայտնի մարդկանց։ Ամեն ինչ հնարավոր է, եթե ճիշտ մատուցվի, եթե ճիշտ փաթեթավորվի այդ ամենը, ինչու ոչ։ Ռաունդ երկրորդ։ Տոտենհեմ թե Մանչեսթեր Յունայթեդ, ով կնվաճի Եվրոպա լիգայի գավաթը։ Եկավ մրցաշրջանի ամենասպասված հատվածը ակումբային մրցաշարերի եզրափակիչներն են եւ Եվրոպա լիգայի եզրափակիչն է։ Առաջինը մեր ուշադրության կենտրոնում Մանչեսթեր Յունայթեդ Տոտենհեմ թիմեր, որոնք Անգլիայի պրեմիեր լիգայի աղյուսակի ստորատում են, հարևաններ, թիմեր, որոնք Եվրոպա լիգայի փուլում հարևաններ էին եւ լավագույն 8-ակում էին, բայց երկուստ էլ ճակատագրի հեգնանքով ինչ որտեղ հասան Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Կարծում եմ այստեղ ավելի մեծ հնարավորություններ ունի Մանչեսթեր Յունայթեդը։ Երկուստ էլ շատ անկայուն են եղել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Յունայթեդն ունի ակնհայտ առաջատար, Տոտենհեմը չունի, Տոտենհեմի խաղային անկումը ամբողջ մրցաշրջանի ընթացքում շարունակվել է, Տոտենհեմը անցել է մրցակիցների, որոնք դերևս ամենաբարդը չէին Եվրոպա լիգայի խաղարկությունում, իսկ Մանչեսթեր Յունայթեդը շատ ծանր խաղեր է փրկել, կարողացել է բավականին ուժեղ մրցակիցների շրջանցել եւ կարծում եմ այդ խաղում Յունայթեդը ունի մի փոքր ավելի մեծ հնարավորություն գավաթին տիրանալու։ Եվրոպա լիգայի խաղարկության այս տարվա եզրափակիչը իսկապես պարադոքսալ է Անգլիայի պրեմիեր լիգայում, եթե չհաշվենք նահանջած թիմերին, Լեսթերին, Իպսվիչին եւ Սաութհեմփտոնին, ապա վատագույն երկու թիմերն են հանդիպելու Եվրագավաթի եզրափակչում։ Իհարկե Մանչեսթեր Յունայթեդի օգտին խոսում է փորձը, Եվրագավաթային ավելի մեծ փորձը, ավելի հարուստ պատմությունը, բայց այնքան մոտ են խաղամակարդակով այս թիմերը այս մրցաշրջանում, այնքան շատ բան են ձախողել, ավելի շատ բացասականն է, քան դրականը, որ դժվար է հասկանալ ով կունենա առավելություն։ Այնուամենայնիվ, սա մեկ խաղ է եւ ամեն ինչ հնարավոր է։ Կարծում եմ Տոտենհեմը ավելի ծարավ է հաղթանակի, լոնդոնյան ակումբը ավելի մեծ ցանկության շնորհիվ, եթե իհարկե այդպես կարելի արտահայտվել, կնվաճի գավաթը հաղթելով Յունայթեդին։ Ավելի մեծ ցանկություն
կարծում եմ երևի թե ավելի մեծ ցանկություն ես պատմական տեսանկյունից նկատում եմ, որ ոչինչ չեն նվաճել եւ ավելի շատ են ձգտելու United-ը հաշվի առնենք թիմերի անցած ճանապարհը, պատմությունը, լավ, այսպես ասեմ, ունեցած անունը այդ խաղի ընթացքում չի խաղալու։ Ուրեմն ցանկությունն էլ այստեղ նշանակություն չունի։ Ցանկությունը ունի։ Վերցնենք թիմերի անունները զուտ այն տեսանկյունից, որ United-ը վերջին տարիներին ամեն ինչ փորձում է, որպեսզի կարողանա կայունանալ, բայց չի ստացվում եւ հիմա, չգիտեմ, ճահճի մեջ գտնվող թիմը փորձում է ինչ-որ ճյուղից կարճել եւ ասել, որ արդարացված է Ամորիմի նշանակումը, չնայած չեմ կարծում այստեղ խնդիրը Ռուբեն Ամորիմի մեջ է, բայց ինչ-որ տեղ պետք է United-ը իր անունը գրի, կարծում եմ, վերջին տարիներին ուղղակի այնքան խայտառակ մրցաշրջաններ անցկացրել, որ այստեղ հաղթանակը նրանց ավելի շատ է անհրաժեշտ, քան Տոտենհեմին։ Դե իսկ ինչու Տոտենհեմը պետք է մտածի, որ Տոտենհեմը այդ թիմը չէ։ Եթե այս տիտղոսը չնվաճեմ, միևնույն է 2 տարի հետո ոչ ոք չի հիշելու, որ ես ձախողել եմ այս մրցաշրջանը։ Իհարկե Տոտենհեմն էլ անցկացում է։ Խնդիրը դա է, այսինքն Տոտենհեմը շատ ավելի ծանր կարող է չտանել։ Բայց Տոտենհեմը չի դուրս գալու դաշտ այդ ամենը մտապահելով եւ մտածելով, լավ, Manchester United-ը խայտառակ է լինում, թողնենք, որ ինքը փրկի հեղինակությունը, իսկ ինձ ոչ ոք միևնույն է չի քննադատել։ Միգուցե վատ է հնչում ասածս, բայց իրականության մեջ կարելի է Դու քո բացմախոսքում ասացիր, թե որքան է ձախողել Տոտենհեմը այս մրցաշրջանը, որքան վատ արդյունքներ ու վատ խաղ է գրանցել, բայց հավասարապես նույնը կարելի է Manchester United-ի օգտին։ Ես դա հակադրեցի Եվրոպա լիգայում թիմերի անցած ճանապարհի հետ, որովհետեւ United-ը առայժմ միակն է Եվրագավաթներում, որ պարտություն չունի անպարտելի։ Բացի դրանից Real Sociedad է շրջանցել, Lyon է շրջանցել, Athletic է շրջանցել, Lyon-ին այնպիսի comeback-ով է շրջանցել։ Դա այո, շատ լավ հիշելով այդ հանդիպումը Manchester United-ը վաղուց կարող էր այստեղ չլինել, դա հրաշք էր ուղղակի, որ թիմին պահպանեց մրցաշարում, բայց Ռուբեն Ամորիմը ինքը ասաց, որ սա ակումբի պատմության գուցե վատագույն մրցաշրջան է եւ մենք մնացած հատվածում ինչ էլ անենք, մենք չենք փրկի հեղինակությունը այդ տիտղոսով, թեև հասկանում եմ, որ որոշակի բավարարվածություն երկրպագուներին դա կտա։ Հնմինսոնը հիմա քանի որ մեզ մոտ երևաց նրա մասին էլ խոսենք, դու ասացիր, որ չունի ընդգծված առաջատար։ Նոր է ապակինվել Սոնը երկար ժամանակ ապակինվել, հասկանում եմ մարզավիճակի խնդիր ունի, բայց նա բնավորությամբ եւ իր որակներով թե ֆուտբոլային, թե մարդկային վաղուց արդեն Տոտենհեմում հաստատված առաջատար է եւ կարող է կարևորագույն խաղում Դե վաղուց, այո, բավականին երկար տարիներ Քեյնի գնալուց հետո նա երևի ստանձնեց գլխավոր, այսպես առաջատարի պարտականությունները եւ իդեպ Հարի Քեյնի մասին շատ նաեւ հետաքրքիր պատմություն ունի։ Եթե Տոտենհեմը նվաճի, եթե Տոտենհեմը Եվրագավաթ նվաճի, անմիջապես Քեյնի հեռանալուց հետո սա էլ մի գեղեցիկ ֆուտբոլային պատմություն կլինի։ Ես չգիտեմ իսկապես համաձայն եմ, որ մեկ խաղ է եւ խաղում են մոտավորապես նույն խաղամակարդակում գտնվող թիմեր, ով կհաղթի, ցույց կտա խաղը, բայց ինչու եմ մի փոքր առավելություն տալիս Տոտենհեմին, որովհետև երբ այսքան մոտենում ես տիտղոսին, երբեք ոչինչ նվաճած չլինելով, կարող ես կոմպենսացնել մարզավիճակի խաղային որոշակի որակների պակասը շատ մեծ ցանկությամբ եւ գտնում եմ, որ Տոտենհեմը կկարողանա դա անել։ Սա այն դեպքն է, երբ իրոք չենք կարող թիմերի հնարավորությունները վերցնել, մարզավիճակը վերցնել եւ ասել այս պահին թիմերից մեկը ունի առավելություն փոքրիկ։ Հենց նվիրվածությանը պետք է անդրադառնանք շեշտը դնենք նվիրվածության վրա։ Վիճակ ենք նետում հիմա, որովհետեւ դժվար է ասել։ Եթե նայում ենք վիճակագրությանը թվերին, այո, Տոտենհեմը առավելություն ունի, որովհետեւ ընթացիկ մրցաշրջանում 3 անգամ հաղթել է United-ին։ Վերջին անգամ United-ը երբ հաղթել է Տոտենհեմին, Կրիշտիանո Ռոնալդուն խաղում էր Manchester United-ում։ Շատ վաղուց 2022 Նաև Տոտենհեմը գտնվելով Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի ստորին հատվածում ունի խփած եւ բաստված գնդակների դրական հարաբերություն, այսինքն գոլեր բավականաչափ խփում։ Դա դրանից է նաև, չնայած Տոտենհեմն էլ է ունեցել կադրային խնդիրներ, բայց Manchester United-ը կադրային խնդիրների շատ լուրջ հարց ուներ, երբ բոլոր պաշտպանները վնասված ունեին, գրեթե բոլոր պաշտպանները, հիմա վերադարձել են Մագուայրը, Լինդելոֆը, Յորոն էլ կա, մի փոքր կայունացել է պաշտպանությունը, չնայած էլի գոլեր են բաց թողնում եւ վերջինը երևի թե որտեղ ավելի լավ է խաղացել United-ը մրցակցից, դա եղել է Եվրոպա լիգայի մնում է այստեղ ավելացնես, որ Manchester United-ը ավելի սովոր է San Mamés ստադիոնի, որովհետև այստեղ արդեն խաղացել է։ Այո, արդեն հաղթել է,
Չգիտեմ, իրոք վիճակ ենք նետում, կարծում եմ ամեն դեպքում մի փոքր առավելություն United-ը ունի, զուտ, եթե մրցաշարը ճանապարհը համաձայն ես, որ այսքան խնդիրներով հանդերձ, երբ նայում ես թիմերի հայտարարին, ամենևին վատ կազմեր չունեն, այսինքն այսպիսի կազմերով նրանք կարող են քառյակի համար պայքարել, կարող էին հայտնվել, այո։ Բայց ինչը խանգարեց, ինչը այսպես անդունդը գլորեց այս թիմերին հասկանալի չէ, երևի խոշորաշոր նայում ես շատ հետաքրքիր պատմություն է գրվում ֆուտբոլում, սա այս մրցաշրջանը միանշանակ կմնա ֆուտբոլի պատմության մեջ, որ 16-րդ եւ 17-րդ տեղերում գտնվող թիմերը հանդիպում են եզրափակչում եւ նրանցից մեկը նվաճելու է Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղղագիր, ոչ ավելի ոչ պակաս։ Իդեպ այս տեսանկյունից Անգլիան շահում է եւ ավելի շատ մասնակիցներ ունենա։ Եվս մեկ մասնակից այո ավելանում է, հետաքրքիր կլիներ, որ թիմերից մեկը կամ երկուսը լինեին վտանգավոր գոտում եւ այդ վտանգավոր գոտում գտնվող թիմը հաղթեր ու Չեմպիոնների լիգայի այսինքն չեմպիոնշիփը ներկայացներ, բայց Չեմպիոնների լիգայով խաղար, այնպես չէ որ հերո էր իրականությունից։ Եղավ մի տարի, երբ նմանատիպ իրավիճակ եղավ, Տոտենհեմը զրկվեց Չեմպիոնների լիգայի ուղեգրից, որովհետեւ Անգլիան որոշեց այդպես, որ հիշում ես Չելսին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց դա այն ժամանակ դեռ իրավունք չէր տալիս թիմին հաջորդ տարի մասնակցել 2012-13 թվականների մասին է խոսքը։ 12-ին հաղթեց, 13-ին չպետք է մասնակցեր, որովհետև քառյակ չէր մտել։ Անգլիան որոշեց, որ ես տալիս եմ առավելություն գավաթը նվաճած թիմին, թող Չելսին խաղա, իսկ Տոտենհեմը, որը քառյակ էր մտել, զրկվեց այդ հնարավորությունից։ Այնպես որ եւս մեկ գործոն Տոտենհեմի օգտին նրանք պետք է իրենք վերջապես վաստակեն այդ իրավունքը։ Ինչ են մեր փորձագետները կարծում ում են տալիս առավելություն այս բարդագույն դիմակայությունում, լսենք։ Կարծում եմ շանսերը հավասար են, որովհետև մրցելու են անգլիական լիգայի 16-րդ եւ 17-րդ թիմերը։ Ես կուզենայի Տոտենհեմը հաղթեր, որովհետև Տոտենհեմը շատ վաղուց ոչ մի մրցանակ չի հաղթել եւ կարծում եմ նրանց ձգտումը ավելի մեծ է լինելու, քան Manchester United-ին է։ Եթե մրցաշրջանային ելույթներով նայենք, ապա ոչ Տոտենհեմը, ոչ էլ Manchester United-ը չպետք է հաղթեն Եվրոպա լիգան, որովհետև երկուսն էլ ոչ ստաբիլ ու վերջին տարիների ամենաթույլ ֆուտբոլն են ցուցադրում, բայց եթե նայենք կոնկրետ մրցաշարով, ապա նախապատվությունս կտա Manchester United-ին, որովհետև նրանք ավելի լավ գիտեն եզրափակչում հանդես գալը, ինչ է նրանց տրամադրվածությունը, ֆուտբոլային որակները եւս տարբերվում են, օրինակ հենց մեկը ներքին առաջնությունից ու նրանց ցուցադրած խաղը բոլոր առումներով ավելի համոզիչ է, որ նրանք կբարձրացնեն գավաթը, քան Տոտենհեմը։ Սա 6-րդ եզրափակիչն է մաքուր անգլիական եվրագավաթների մրցաշարում, ինչը շատ հետաքրքիր է, ու փաստորեն 16-րդ եւ 17-րդ թիմերը Անգլիայի Պրեմիեր լիգայի կմրցեն իրար միջև։ Դա երկու բանի մասին կարող է խոսել, որ այնքան էլ բարձր չէ մրցակցությունը Եվրոպա լիգայում, մյուս կողմից էլ շատ հզոր է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Եթե անհատական մրցակցությունն նայենք երկու թիմերի, այս մրցաշրջանում Տոտենհեմը 3 անգամ արդեն հաղթել է Manchester United-ին եւ առասարակ 6 խաղ է, ինչ մանկունյանցիները չեն կարողանում հաղթել Տոտենհեմին, բայց եթե ավելի պատմական տեսանկյունից նայենք, այստեղ շատ ավելի վատ է դրությունը Տոտենհեմում, որը միայն 1 տիտղոս է ամբողջ 21-րդ դարում նվաճել եւ այդ տեսանկյունից որպես ավելի հաղթողի հոգեբանությամբ ակումբ թիմ Manchester United-ը կարծում եմ այնուամենայնիվ կհաղթի եւ կնվաճի Եվրոպա լիգայի գավաթը։ Ռաունդ երրորդ Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընթരാճ PSG-ի թե Ինտերի կիսապաշտպանական գիծն է ավելի ուժեղ։ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչին ընթരാճ շարունակում ենք մեր շարքը Ինտերի եւ Paris Saint-Germain-ի խաղային դիրքերի համեմատությունը։ Հերթը կիսապաշտպանությանն է։ Paris Saint-Germain-ի կիսապաշտպանությունը գուցե ավելի երիտասարդ, ավելի հավակնոտ է ու միգուցե ավելի արագ, բայց Ինտերի կիսապաշտպանությունն ավելի հասուն է, ավելի փորձառու է, ավելի խաղաղացված է եւ կարծում եմ, որ գլխավոր դիմակայությունում այս տարվա ակումբային նկատի ունեմ, Ինտերը կիսապաշտպանությունում պետք է ունենա առավելություն, որովհետեւ այնպես ինչպես համագործակցում են Ինտերի միջին գծի ֆուտբոլիստները, շատ քիչ թիմերի է հաջողվում անել։ Նրանք միմյանց հասկանում են փակ աչքերով, ուղղակի զգում են խաղադաշտում միմյանց եւ կարող են
ճիշտ դիրքավորվելով խաղը ճիշտ կառուցելու շնորհիվ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ։ Դրա համար հասկանալի է պետք է նախ զսպել մրցակցի տեմպը, միևնույն ժամանակ կառուցողական ֆուտբոլ ապահովել, իսկ Մխիթարյանը թիմակիցները դրա մեծ վարպետներն են։ Փորձ, երիտասարդություն, ագրեսիա։ Հենց այս գործոնները Պարի Սեն-Ժերմենի կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստներին միավորում են եւ մի փոքր ինձ համար տալիս առավելություն ի տարբերություն Ինտերի կիսապաշտպանների։ Այստեղ խնդիրն այն է, որ ընդգծված հարձակվող Պարի Սեն-Ժերմենը չունի, մենք անհատներին չենք քննարկում, խոսում ենք կիսապաշտպանության մասին եւ շատ հաճախ Փարիզի հարձակվողները դառնում են կիսապաշտպաններ եւ շատ ավելի խտանում է կիսապաշտպանությունը Պարի Սեն-Ժերմենի, իսկ Ինտերի դեպքում հստակ է այս յարյակը, այո, նրանց եզրային պաշտպանները երբեմն միանում են, բայց նրանք միտված են հարձակմանը։ Եթե վերցնում ենք ֆիզիկական պատրաստվածությունը, կարծում եմ փարիզցիները այս պահի դրությամբ ավելի թարմ են, նրանք լիգա 1-ում շատ մեծ ուժեր չեն ծախսել, իսկ Ինտերը մինչև վերջին վայրկյանները սերիայում պայքարում է սկուդետոյի համար եւ արդեն երևում է, որ նրանց մոտ կա հոգնածություն, նաեւ այդ տեսանկյունից Փարիզը մի փոքր առավելություն ունի։ Նախ սկուդետոյի համար պայքարը կարծում եմ տանուլ տվեց Ինտերը արդեն Լացիոյի հետ խաղում հաղթանակը Նապոլին երրորդ անգամ չի սայթակի։ Իհարկե, վերջին հանդիպումը տանը եւ եթե պետք է այդ պարագայում չնվաճեն սկուդետոն, ապա ինչու էր այս ամենը։ Իրականում կարծում Նապոլին չի վաստակել այդ սկուդետոն։ Ես չգիտեմ, մի փոքր ապագորգոր են, մեկ տուր է մնացել եւ առաջին տեղում են, ինչ է նշանակում, այն ֆուտբոլը չի ցուցադրում։ Իհարկե, Ասերիայում այս մրցաշրջանում չկա այդպիսի թիմ, որ ամբողջ մրցաշրջանում պայուն է եղել, բայց եթե մի կողմ ենք դնում Մխիթարյանի փաստը, գործոնը Ինտերը կարծում ավելի կայուն եւ արժանի հավակնորդ։ Բայց դրա համար պետք է նման խաղերում օգտվել մրցակցի սայթակումից, ինչի Ինտերը չարեց, բայց լավ, հիմա դրա մասին չէ խոսքը, որպեսզի հավիմատեն կիսապաշտպանությունները Ինտերի եւ Պարի Սեն-Ժերմենի, նախ պետք է հասկանալ ինչ կազմով է այդ կիսապաշտպանությունը։ Ինտերի պարագայում արդյոք գրոհելիս կիսապաշտպաններ են Դիմարկոն եւ Դումֆրիսը, Պարի Սեն-Ժերմենի պարագայում արդյոք պաշտպանվելիս կիսապաշտպաններ են Կվարացխելյան եւ Դեմբելեն, ինչ դիրքի խաղացողներ նրանք։ Դե կարող ենք վերցնել եռյակները Չալանօղլու, Բարելա, Մխիթարյան, Ժոաու Նևեշ, Վիտինյա, Ֆաբիան Ռուիս։ Այստեղ ես բացման խոսքում էլ ասացի, որ ի տարբերություն Ինտերի, Պարի Սեն-Ժերմենը ակնհայտ հարձակվող չունի։ Եթե Կվարացխելյան պաշտպանվում է ցախ եզրով, Դեզիրեդուեն կամ Բարկոլան աջ եզրով, Դեմբելեն շատ դեպքերում լինում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում եւ նրա թողած դիրքը արչեւի գծի կարող է լրացնել արձակման գծի ցանկացած ֆուտբոլիստ, նաեւ Ֆաբիան Ռուիսը։ Եվ այդ տեսանկյունից շատ ավելի խիտ է Պարի Սեն-Ժերմենի կիսապաշտպանությունը, այնտեղ եթե նույնիսկ տարիքային այսպես հանրագումարն ենք վերցնում, շատ ավելի երիտասարդ են, ֆիզիկական վիճակը այս պայն ավելի լավ է, հոգնած չեն, իսկ փորձի տեսանկյունից, իրար հասկանալու տեսանկյունից համաձայն են, որ Ինտերը շատ ավելի լավն է։ Այստեղ կարծում եմ համաձայնես, մենք խոսում ենք խաղային մի դիրքի մասին, որը վճռելու է եզրափակչի ճակատագիրը։ Սա շախմատային այն ուղեղային կենտրոնն է երկու խաղի հետ կապված այսպես, որը որոշելու է ինչ տեմպով պետք է գրոհել, ինչպես կառուցել պաշտպանությունը, ինչպես են Մխիթարյանը եւ Չալհանօղլուն օգնելու պաշտպաններին անհրաժեշտության դեպքում, ինչպես են գրոհների ժամանակ հասցնելու։ Այս ամենը հարցեր են, որոնք կախված իրավիճակից դեռ չբացառենք, որ Աստված մի արած վնասվածքներ կարող են լինել եւ այս խաղացողներից ոմանք չմասնակցեն եզրափակչին, բայց եթե այս պահի դրությամբ ենք դիտարկում, այո, շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվում, որովհետեւ Մխիթարյան, Չալանօղլու եւ Բարելա նրանք իսկապես փայլ ունեն միմյանց հասկանում համագործակցում եւ որքան հավակնոտ են Պարի Սեն-Ժերմենի 3 խաղացողները այդ կիսապաշտպանական գծի, որքան նորովի է ծաղկել Ֆաբիան Ռուիսը, առասարակ հաճելի է միայն նայել, բայց մեղվի պես աշխատում է Ժոաու Նևեշը, ինչու է մի փոքր տալիս առավելությունը Ինտերին, նաեւ Ինտերը վերջերս Չեմպիոնների լիգայի եզրափակում խաղացել է եւ սխալները, որոնք եղել են Մանչեսթեր Սիթիի հետ խաղում, օրինակ, վերցնենք գլխավոր սխալը, երբ Ռոդրիին թույլ տվեցին այդ դիրքից հարվածել եւ գոլ խփել, պետք է Ինտերը չկրկնի եւ կարծում եմ նրանք կկարողանան ճիշտ հետեւություններ անել։ Պարի Սեն-Ժերմենն էլ է խաղացել վերջերս Չեմպիոնների լիգայի եզրափակում։ Քովիդի ժամանակաշրջանում, եթե չեմ սխալվում, այո։ Բայց իհարկե տարբեր են
Շատ տարբեր Paris Saint-Germain-ներ էին, այդ Ինտերը վերջին եզրափակչի համեմատ գրեթե չի փոխվել, իսկ Paris Saint-Germain-ը ամբողջությամբ։ Լավ, իսկ ֆիզիկական վիճակները երբ համադրում ես ֆիզիկական վիճակը համաձայն է Paris Saint-Germain ունի առավելություն, բայց կավարտի Ինտերը պայքարը ասերիայում վերջին տուրը, հետո կունենա որոշակի ժամանակ հանգստանալու, վերականգնվելու եւ մեկ խաղի համար տրամադրվել եւ 90 րոպե կամ միգուցե 120 րոպե պայքարել կարող են։ Ինչու ավելի շատ համոզվեցի այն տարբերակում, որ Paris Saint-Germain-ի կիսապաշտպաններն ավելի թարմ են, կամ ինչպես նորից վերցնենք Ինտեր-Լացիո խաղը սերիայի, այդտեղ Ինտերի ֆուտբոլիստները գիտեն, որ Նապոլին զուգահեռաբար չի հաղթում եւ Լացիոին էլ միավոր է պետք, որովհետեւ ամեն առաջինը ուզում է Ռոմայից առաջ անցնել, հետո Եվրագավաթային ուղեգի նվաճել ու նրանք 2-1 հաշվի ժամանակ շատ հանգիստ են կամ 1-0 հաշվի ժամանակ ոչ թե հանգիստ էին, որովհետեւ վստահ էին, որ կպահեն հաղթական հաշիվը, այլ ֆիզիկապես չէին կարողանում արդեն, որովհետեւ այնքան էներգիա են ծախսել նրանք Չեմպիոնների լիգայում մասնավորապես, էլ չեմ ասում ասերիայում, այդքան Paris Saint-Germain-ը վստահաբար չի ծախսել Չեմպիոնների լիգայում, ոչ էլ լիգա 1-ում։ Նույնիսկ խաղ ունի Գավաթի խաղաղության եզրափակչի, բայց նույնիսկ այդ խաղն էլ եթե անցկացնեն մարտական կազմով, էլի չեն սպառվի, բայց Ինտերի մոտ արդեն 70-րդ րոպեից հետո սպառվածություն է նկատվում։ Եվ այդ տեսանկյունից Paris-ը վերջում կարող է համաձայնել իհարկե ասացիդ հետ, բայց այդքանով հանդերձ Ինտերը գտավ իր մեջ ուժ 1-1-ից հետո նորից գոլ խփելու եւ այդ ստանդարտը եկավ օգնության։ Հասկանալի է, բայց խփեցին այդ գոլը, եթե հաղթեին ոչ ոք հիմա չէր խոսի, որ նրանք հոգնած էին եւ չկարողացան։ Իսկ որ գնդակը Բիսեկը ձեռքով է պահում, դրանում կիսապաշտպանները իհարկե մեղավոր չեն։ Դրա համար մեղադրել, որ հոգնած էին եւ այո կարելի է, բայց միևնույն ժամանակ պետք չէ, որովհետեւ գոլ բաց թողեցին ոչ նրանց մեղքով։ Ինչ վերաբերում է օգնող ֆուտբոլիստերին, այստեղ շատ կարևոր է իհարկե այդ հավելյալ ուժի նշանակությունը, որովհետև Ինտերին եզրային ֆուտբոլիստները կիսապաշտպանությունում շատ օգնում են, Paris Saint-Germain-ին այդ ֆունկցիան կատարել երկու կողմից օգնում են եզրային պաշտպաններն ու Կվարացխելիա, Դեմբելե կամ Բարկոլա, այս 3-ից 2-ը կամ դու է, այո։ Այսինքն ստացվում է, որ Paris Saint-Germain-ի հավելյալ ուժը, լրացուցիչ ուժը մի փոքր ավելի մեծ է։ Որովհետև Lautaro Thuram զույգով է հիմնականում խաղում Սիմոնե Ինձագին։ Եթե խաղում է Lautaro-ն։ Այո, կարծում պատրաստ կլինի եզրափակչին, եթե Lautaro-ն ավելի շատ է օգնում պաշտպաններին, եթե կարելի է դա այդպես ասել, ստանդարտների ժամանակ երկուսն էլ օգնում են, բայց Thuram-ը հիմնականում կտրված է լինում։ Իսկ Փարիզում ֆուտբոլիստ չկա, որ ամբողջովին կտրված է պաշտպաններից եւ կիսապաշտպաններից։ Երբեմն Կվարացխելիան բացվում է, նա դրա իրավունք ունի, որովհետեւ արագ է, տեխնիկապես հարուստ է եւ դրա վրա են շեշտը դնում փարիզցիները, իսկ Thuram-ը այդպես չէ, ու նա նրանցից մեկը Lautaro Thuram զույգից կտրված է լինում։ Իհարկե դա այդպես է, բայց բոլորս այդպես էինք կարծում նաև կիսաեզրափակիչ դիմակայությունից առաջ, երբ Բարսելոնայի երիտասարդ հավակնոտ արագ ֆուտբոլիստները պետք է գերազանցեին ճակերտավոր ծերուկներին, բայց այդպես չեղավ, կարծում եմ Ինտերը եւս մեկ անգամ կկարողանա փորձով իրենը վերցնել։ Իսկ ինչ են մեր փորձագետները կարծում, լսենք։ Դիտելով վերջին շրջանում երկու թիմերի ելույթներն էլ կարող եմ ասել, որ Ինտերի կիսապաշտպանությունը այս պահին ավելի ուժեղ է, պաշտպանությունը եւս եւ կարծում եմ Բարսելոնայի հետ խաղը դա կրկին ապացուցեց։ Կարողացել են այսօր հավաքել լավագույն կիսապաշտպանությունը աշխարհում եւ ես կարծում եմ դա կարող է վճռական դեր ունենալ նաեւ եզրափակչում։ Երկու տարբեր կիսապաշտպանական գծեր, երկու տարբեր ֆունկցիաներ կատարող։ Ինտերի կիսապաշտպանությունը ավելի շատ տալիս է ծավալ, Paris Saint-Germain-ի կիսապաշտպանությունը ավելի շատ աշխատում է կրեատիվի վրա։ Կարծում եմ, որ երկուսն էլ անչափ կարևոր են ու երկուսն էլ կարող են որոշիչ դեր ունենալ եզրափակչում, բայց իմ խորին համոզմամբ կրեատիվությունը եզրափակիչներում ավելի շատ է իր արդյունքը տալիս, ավելի շատ է օգուտ տալիս ու երևի թե ինչպես Paris Saint-Germain-ին համարում եմ Չեմպիոնների լիգա եզրափակչի ֆավորիտ, այնպես էլ նրա կիսապաշտպանությունը։ Խոսում ենք եզրափակչի մասին եւ թիմերի կիսապաշտպանության միանգամից մտներից գալիս է Մխիթարյան Կվարացխելիա դիմակայությունը, հայ-վրացական կոլորիտային, որը անկասկած այդ կովկասյան
համն ու հոտը կարող է գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Դավիդը Ֆրատեզին միգուցե բաց կթողնի խաղը, որը հաղթական գոլ խփեց Բարսելոնային, բայց առանց այդ էլ այդ երրյակները հիմնական երկու թիմերի, այսինքն Ինտերում Մխիթարյան, Բարելլա եւ Հական երրյակը կա, PSG-ում էլ ամենայն հավանականությամբ կխաղա Ֆաբիան Ռուիզ, Վիտինյա, Նևեշի երրյակը, եթե ի վերջո համեմատենք երկու թիմերի կիսապաշտպանությունները, կարծում եմ փորձի առումով Ինտերը այստեղ առավելություն ունի, իսկ գիտենք, որ ով տիրում է դաշտի կենտրոնին, նա էլ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի հաղթելու, երևի թե փոքրիկ առավելություն այստեղ Միլանյան ակումբը ունի։ Ով կհաղթի Եվրոպա լիգայի խաղարկությունում Մանչեսթեր Յունայթեդը թե Տոտենհեմը, այստեղ ճաշակի հարց է, թող հաղթի ձեր սիրած թիմը, իսկ Մեդիա լիգան Հայաստանում ամեն դեպքում կարծում եմ կյանքի իրավունք ունի։ Դիտարժան ֆուտբոլը թող շարունակի թևածել մեր եթերներում, իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից նույն ժամին։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armel